Շնորհակալություն պարոն Բաքոյան, շնորհակալ եմ, որ այս լսումները այսօր դարձավ իրականություն, որովհետև հիշում եմ 18 թվականի փետրվար ամսին Երկդաշնքի կողմից նախաձեռնվեց լսումներ մարտի 1-ով, որտեղ հիմնական զեկուցողը ես էի, որպես փաստավակ խմբի անդամ։ Այստեղ շատ հիշատակվեց փաստավակ խմբի կողմից հավաքագրված փաստերը, նաև խոսվեց դրանց ներառումը եվրոպական դատանի կողմից, որովհետև իշխանությունները նպատակ չէին դրել, որպեսզի տեղեկատվությունը հասանելի դառնա նաև բարձրացանի դատարաններին, ավելին, իշխանությունները խնդիր էին դրել ամեն ինչ կոծկելու։ Եվ փաստավակ խմբի ստեղծումը մի քանի этаպով եղավ։ Հիմա պարոն Եգորյանը, որին շատ շնորհակալ եմ, իրավական պարզ լեզվով բացատրելու համար, որտեղ իրավական լեզուն այնուամենայնիվ լինում է նաև շատ բարդ, հասկանալու համար, եւ դուք կարողացաք մեզ տեղեկացնել, թե ինչ փուլերում ենք գտնվում, 2008-ից անցել է 17.5 տարի, եւ մենք ունենք այդ որոշումը։ Ես ափսոսում եմ, որ ՄԻԵԴ-ի որոշումը կայացրեց ՄԻԵԴ-ը։ Այդ որոշումը պետք է կայացներ Հայաստանի Հանրապետությունը։ Այդքան մարմիններ ունենք։ Արտադրության նախարարություն, գլխավոր դատախազություն, որից մեծ ակնկալիքներ են ունեցել, եւ պարոն Տիկին դատախազին, ես երբ որ մենք ընտրում ենք, ես իմ համար ասել եմ, որ մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի իմ առաջնահերթությունների մեջ է մտնում մեր երկրի համար, եւ ստացել եմ հավաստիացում, որ դա նաեւ առաջնահերթությունների մեջ է մտնում ապագա գլխավոր դատախազի համար, բայց այս տարվա գլխավոր դատախազի զեկույցից բացակայեց մարտի 1-ի եւ հոկտեմբերի տարեկան զեկույցի ընթացքում մասը, բայց դրա մասին չեմ ասում։ Հիմա դուք հիշատակեցիք Վահե Գրիգորյանին, բայց ինքը ՄԻԵԴ-ում է, եւ հիմա ես չգիտեմ, գովեմ դա հետևանք կունենա Վահեի համար, թե չէ, որտեղ Վահեն մինչեւ իշխանության մեր գալը հսկայական ծավալի աշխատանք էր կատարում եւ կատարված էր, որ մարտի 1-ը որ գարնան առաջի օրներ հիշում եք կորսված գարնան առաջին հենսվանում Նիկոլ Փաշինյանը ասում էր ժողովուրդ վաղը մարտի 1-ն է գարունը, բայց չթողեցին այդ գարունը, չի, որովհետեւ սահմանական դատարան պետք է մտնենք եւ սահմանական դատարան մենք չկարողացանք մտնենք, Ռոբերտ Քոչյանը ճիշտ հիշատակեցիք։ Փետրվարի 23-ին կարծեմ, որ Մոսկվայից գալուց մի անգամից հավաքել էր ուժայիներին եւ հաթաթա էր տվել, ուժայինները մի քիչ վախեցել էին։ Հաթաթան շատ ծանր նստեց մեր երկրի համար, դա ծնեց մարտի 1, որովհետև այդ հաթաթայից հետո պլանավորվեց կեղծիքների մի ամբողջ համակարգ, որը իրականացվեց այն ժամանակվա ազգային անվտանգության ծառայության կողմից, դա կոչվում էր գործակալների կողմից ստացված տեղեկություն, որը իրացրեցին ներքին գործերի նախարարության միջոցով։ Դրանից հետո ազգային անվտանգությունը մնաց ստվերում։ Հետո ես հիմա կպատմեմ, որտեղ հայտնվեցին Ձգան խանութի հետ վերևի շենքերի հետ տեսնում եք, այնտեղ դուք դիպկահար եք ման գալիս։ Իրանք այնտեղ էին։ Օրմի Հրաչարությունյանին, բայց ինքը շատ բան գիտեր դրա մասին, բայց դա մեզ փաստավակ խմբին հասանելի դարձավ, որովհետև պարլամենտական հանձնաժողովը պարոն Նիկոյանի կողմից գլխավորած մի հատ զրույց էր ունեցել, լրագրողներ, որտեղ Նիկոյանը ասել էր, որ սենց տեղեկատվություն կա, մենք դրանից բռնեցինք եւ գնացինք առաջ եւ Տիգրան Աբգարյանի սպանության պահով մեկ էլ դիպուկահարը հայտնվեց, որը շերիֆի հրամանով կրակեց։ Հետո այնպես գետնին, այսպես Պլաստոնսկի գնաց, կորավ եւ ոչ մեկը չկարողացավ իրան գտնել։ Դա այն առեսվածներ են, որը սարքվում էր Աղվան Գառնիկովիչի թեթև ձեռքով, Վահագ Հարությունյանի միջոցով։ Այստեղ նշված է Դավիթը, Խաչիկ Դավթյան, Խաչիկի ոդկա Չերոմուխայից պոկվել էր, բայց կախված էր մնացել։ Այդ վիճակում քննիչը հարցաքննության է տանում եւ որպեսի կորզի իր ցանկալի բանը ինչ են արել Խաչիկի գլխին։ Վիրավոր ոդկա սեղմել են։ Ես խնդրում եմ, այս հաղորդում ընդունեք, քննիչը հայտնի է եւ եթե ինքը աշխատում է, ինքը պետք է պատասխան տա։ Ես համոզված եմ, որ քննիչը չի ստացել արժանի մեղադրական եզրակացության, միայն մի դեպքն եմ ասում։ Հիմա մարտի 1-ը Սահմանական դատարանում Բաքվում եւ ներսում ավտոմատավորներ էին։ Դուք տեսել եք աշխարհում դրանց բան։ Ափսոս Վլադիմիր Վարդանը այստեղ չի, որ հաստատի, որպես աշխատակազմի ղեկավար այդ ավտոմատավորները ինչ էին անում Սահմանական դատարանի ներսում եւ Բաքվում։ Մենք հիշատակեցինք Աֆյանին, բայց մարտի 1-ը մի քանի этаպներով ա եղել այդ օրվա ընթացքում։ Առավոտյան դեպքեր, որտեղ մարդիկ գտնվում էին այդ տարածքում, հետո կեսօրը, երբ որ մարդիկ փրկվելու համար տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ, հետո երեկոյան դեպքեր, բայց կառավարում փոխվել է, այստեղ հիշատակվեց կառավարման երկու շտաբների մասին, ներքին գործեր ուժային բլոկ, բայց մոռանում են կառավարման ամենակարևոր օղակը։ Հանրապետության հրապարակում, կառավարության շենքում։ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ինչի՞ չենք հիշատակում։ Ես ինձ հետաքրիր Աղվան Հովսեփյանը վերջին հաշվով պետք է բացատրի այդ քննչական խմբերը, որոնք ստեղծված էին, 100-ից ավել քննիչներ են ներգրաված։ Իրանք մեղավոր չեն, իրանք ուսադիր կրող մարդիկ են, նրանց պարտադրել են ապօրինի գործողություններ, բայց դա բերել է նրան, որ 17 տարի հետո ՄԻԵԴ-ն է ասել, որ մարտի 1-ը բացահայտված է, որտեղ կառավարման հստակ առանցք է ունեցել։ Այո, Ռոբերտ Քոչյանի գլխավորությամբ իսկ ուրա Վարդան Օսկանյանը, որ աշխարհում մեկ գոռում էր, որ բանա, եկեք Հայաստանում զինված խմբավորումներ են, բայց իրականում Հայաստանում զինված խմբավորումները իրականացվում են գործող իշխանության կողմից, ավելին դա դեռ քիչ էր։ Լեռնային Ղարաբաղից բերեցին 700-ից ավել ուսադիր կրող եւ ոչ թե շարքային ազնագազմ, ենթասպա եւ սպա, եւ տեղակայեցին կոնկրետ վայրերում, որը մենք բացահայտեցինք։ Մի մասն էլ գտնվում էր կառավարության շենքում։ Փաստավակ խումբը 5 զեկույց ներկայացրել։ Դա կոնկրետ առաջին եղել է Համլետ Թադևոսյանի մասին զեկույցը, որի հրապարակումից հետո, որը նաև միջազգային մեր մանդատի շրջանակում է եղել, մեկ էլ պարզվեց, որ մենք վտանգավոր ենք։ Փաստավակ խումբը 5 հոգուց բաղկացած։
Հետո երբ որ արդեն 18 թվականին այստեղ էի, Կոստանյանը մոտեցավ, ասեց պարոն Քոչարյան, ես ուզում եմ դες տեղեկացնեմ, թե ոնց է լուծարվել փաստավակ խումբը, ես գիտեմ։ Բերեց այն դանոսը, որը գրվել է այն ժամ երբեմնի, դանոսը քիչ կոպիտ եմ ասում, այն հաղորդագրությունը, որ տվել է Վայե Ստեփանյանը, որ եղել է Հայաստանի Հանրապետության արտադրության նախարար, որը նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավարն էր, գրել է, որ պատկերացրեք, ընդդիմությունը փաստավակ խմբի այստեղ ազգային ժողովի տարածքում գտնող տարածքում ճնշում է իշխանությանը։ Ես եւ Տիկին Սաֆարյանը։ Լավ, ես կարա Տիկին Սաֆարյանը ոնց պետք է ճնշել։ Դա իրականություն է եղել։ Այն առումով ոչ թե ճնշումների, այլ որտեղ իրենք հասկացան, որ Համլետ Թադևոսյանի զեկույցը շատ հեռու տանող բաներ է բացահայտել։ Զեկույցը իրենք կարդացել էին։ Հիմա հարց առաջանում, արդյոք երկու մարդ ընդդիմությունը ներկայացնող Ազգային կոնգրես եւ Ժառանգությունը կարային այսպիսի զեկույց պատրաստեն։ Իհարկե ոչ։ Ինչի է ստացվել դա, որտեղ մենք ունենք հասարակության լայն շրջանակների աջակցություն։ Մենք ինֆորմացիայի պակաս չունենք։ Պատկերացրեք, այս ցուցաշարժումը մարդիկ, մասնակիցներ, նաև գործող իշխանության շրջանակում ազգային անվտանգության ծառայություն։ Անուններ չեմ տա, չնայած Սամվել Հովհաննիսյանի անունը տվել եմ, դժողների եւ աջորդները Սամվելի հետ շփվել են, ճիշտ է։ Փայլուն մի քննիչ, որին հոկտեմբերի 27-ի գործով, որ արդեն դուրս էր եկել, թե Մեկուսարանում հոկեմետ դեղերը ով է տվել, նրան ամչապես Աղվան Հովսեփյանը քրական գործ արեցեց։ Որտեղ լիկվիդացնեն, որտեղ Սամվելը շատ բաներ դիրապետում նաև հոկտեմբերի 27-ով։ Ես հիմա Սամվելի հետ կոնտակտ չունեմ եւ կարծում եմ իր աջակցությունը ինձ եւ Տիկին Սաֆարյանի եղել է հսկայական։ Էլի եղել են իրավաբաններ, ասենք Դավիթ Հակոբյանը, որը տուժող էր հոկտեմբերի մարտի 1-ի գործով եւ ինքը որպես բարձրակարգ իրավաբան, կարծեմ պարոն Վարդանյանց կուրսեցի էր, ինքը մեծ աջակցություն է ցույց տվել մեզ զեկույցների պատասխան։ Հիմա զեկույցների մասին չի։ Ինչ բարձրվեց Համլետ Թադևոսյանի պարագայում։ Սկսեցին թե փորձագետներին, թե քննիչներին գցեն ծուղակը, ստիպված որպեսզի ասեն, որ ցուցարարներն են նռնակը նետել, սկզբից ասեցին F1 գրանատ։ Դե մոռանում են, որ ես գոնե պաշտպանության նախարարություն բարձր պաշտոն եմ մնացել եւ F1 գրանտը պատկերացնում եմ։ Եթե դա գցեն ցուցարարները, այնտեղ ոչ մեկը սաղ չեն մնա։ Նեղջ միջավայրում։ Հետո ասին չէ, RGD-ա։ Դա էլ չէր ստացվում, որովհետև RGD-ի պարագայում պետքա բեկորային վնասվածքներ հայտնաբերեին փորձագետներ, որ այդպես էլ չէր հայտնաբերվում։ Հետո պարզվեց, որ Համլետ Թադևոսյանը իր գրպանի այստեղ եմ ասում, մնացել է ձայնա ազդանշանային նռնակ, որ ամենայն հավանականությամբ պայթել է, երբ որ ընկել է գրպանից, իր համապատասխան օրգանների շրջանակում գետին չհասած։ Եվ ինքը մահացել է ոչ թե դրա վնասվածքից, այլ շոկից։ Վնասվածքի շոկից։ Այդ ամբողջը իրականացրել ենք, հայտնաբերել ենք եւ հետո կանչել ենք այն բաշտի բոլոր այն զինծառայողները, որոնք բեկորային վնասվածք են ստացել, չգիտես ինչի հետևի մասից, ոտքերի։ Եվ ոչ մեկի մոտ բեկոր չի հայտնաբերվել, կասկածելի է, չէ։ Ինչպիսի կեղծիքների մեքենային անում։ Երբ որ փորձագետին, եթե կորսված գարուն նայել եք, ես հարցնում եմ, տղա ջան, դու վերջը դատվելու ես, ես ինչ ես գրել։ Կոշիկների մեջ ստիպված բռնում են RGD-ի դետոնատորի բեկորները դնում են, այնը չեն իմանում ոնց նկարագրեն, որտեղ հետո են դրել։ Դրանք փաստեր են։ Դա կազմակերպված բնույթ է գրել, այս ամբողջը, եւ այդ կազմակերպված բնույթը, ինչպես նշեց պարոն Իգարյանը, դետալային չի, խմբակային է եղել։ Զեկույցներից մեկը շատ կարևոր։ Այստեղ հարց հնչեց համազգեստների մասին։ Հայտնի ցանկը ցուցակը, այնպես չի որ ցուցակը հենց այնպես հայտնվել է փաստավակ խմբում, կոնկրետ ինձ ձեռքում է ցուցակը, բարձր որ եկել է բանակից, որտեղ իրային պահեստում, էլի ազնիվ մարդիկ կային։ Բայց ես չէի խմբում ասում, թե ուր եմ առաջարկում գնանք իրային պահեստ եւ ինչ եմ այնտեղ տեսնելու։ Բոլորը տեղը չէին իմանում, բայց քանի որ չեն կարող մերժեին, մենք մեքենայով գնացինք իրային պահեստ, որպեսզի ժուրնալը բացվի եւ ես ասեմ, այ այստեղից է դուրս եկել այն համազգեստները, որը բաժանվել են խմբերին, ապօրինի զինված խմբերին։ Զենքը հետո հայտնաբերվեց Արտաշատում։ Ես չգիտեմ, այդ փաստերը այդ 600 հատորների մեջ կան թե չկան։ Սրանք լուրջ արձանագրումներ են, որոնք առել են, որոնք գտնվում են փաստաբակ խմբի արխիվում։ Ընդ որում արխիվը երկու ֆլեշկաների վրա էր, 1 տերաբայթանոց։ Մեկում, երբ որ փաստաբակ խումբը հարցեր էր տալիս հրավիրյալներին, նրանց գլուխը չէր երևում, միայն դաստակովի գլուխներով։ Եվ մյուսը որ ազգային անվտանգությունը իր համապատասխան կառույցների մեջ մեզ էր ձայնագրում։ Երկուսն էլ պարոն Վանեսյանի սեղանին եղել են։ Ես չգիտեմ, հիմա շնորհակալություն եմ հայտնում Սասուն Խաչատրյանին։ Որտեղ Սասուն Խաչատրյանը մեր առաջի հանդիպումը մի քիչ բարձ ստացվեց, բայց հետո մեր համագործակցությունը շատ էֆեկտիվ էր։ Երկու բաներն էլ ինֆորմացիաները գտնում էր իր մոտ եւ իրենք մեծ ծավալի աշխատանք են տալիս։ Ես համոզված եմ, որ այդ ծավալի աշխատանքը ունի շարունակություն։ Ես հիմա բան չեմ անում, բայց կուզեի, որպեսզի մենք արձանագրենք 300.1 հոդվածը։ Այդ հոդվածը միշտ կար, Դավիթ Հարությունյանը ոնց մտցրել էր, փառք ու պատիվ իրեն նույն ձևել հանեց։ Հանեց այն ժամանակ, երբ որ Ռոբերտ Քոչյանը մեղադրվում էր արդեն իշխանության յուրացման հարցում, սովորական կարգի խափանման միջոցով։ Հետո մենք 3 ճիշտ եք ասում, դատավոր ենք ընտրել, կարծեմ, Սամական դատարանի։ Միաձայն անցրել Հրար Թոմասյան, ապրինք, հրաշք։ Հիմա աշխարհի շատ երկրներում այդ հոդվածը գոյություն ունի, որտեղ այդ հանցագործությունը կա։ Հիմա մենք հանեցինք, որպեսզի Ռոբերտ Քոչյանին դուրս գա եւ դուրս եկավ։ Հիմա միեդը մեզ տվեց հնարավորություն ասել, որ մարտի 1-ը բացահայտված է, միարժեք։ Բացահայտված իմ համար, որպես փաստավակ խմբի անդամ եւ շատ ակտիվ, մարտի 1-ը բացահայտված է եւ մեր ժողովրդի համար մարտի 1-ը բացահայտված է եղել լիարժեք, կասկած չկա։ Գիտեմ, որից հետո, բայց ինչքան մարդու իրեն քննիչների, ուժային կառույցների, հիմա Աֆյանին ենք դատում, շատ լավ։ Ժամը 6-ից հետո Աֆյանը եղել, Աֆյանին ասել են դու գնանք, դու բան չես հասկանում։
Բայց դեպքում կառավարության շտաբը ինչ արել։ Տիգրան Թորոսյանը այստեղից ծծվում էր։ Ավտոներները հանում են ավտոների հետից կրակում, հետո անգադար տղան ով է քեզ ասում կրակել են։ Վերջի ոչ մի փաստ չգտնվեց, որ ավտոմատ հանել են ցուցաներ եւ կրակել են։ Նռնակը այդպես էլ չհայտնաբերվեց այդ ցուցար չի հայտնաբերվել։ Մի հատ հետո ինչ որ մի հատ ծուր ավտոմատ են գտել, ասել են էդի ոնց որ թե ցուցարի մոտ էր, բայց Խաչատրյանի բանը մեքենան դիմակահար կրակոց է ստացել։ Իրանք գտել են հետո այդ կողքը դիմակահար կրակոցը Չերոմուխայի պարզ գիտեն ով էր։ Այդ մարդը հիմա վաղեմիսան ժամկետով բոլոր ազատ են։ Չերոմուխա կարող են կիրառեն կոնկրետ խմբեր, կոնկրետ հրամանատարի գլխավորությամբ։ Հիմա դուք միանգամից երբ որ Քլոյանը կարդացել էր մեր այդ զեկույցը հատուկ միջոցներ, միանգամից հասկացել էր իր տղայինով կարար խփացել։ Ճիշտ եմ հիշում։ Միանգամից, դա պարզ էր, բայց քննությամբ կարելի է դա հասնել։ Հիմա նայել իդենտիֆիկացվում է այդ կրակոցը, չի իդենտիֆիկացվում։ Եգորյանը նշեց մի իրավական լուծում։ Մենք կգնանք այդ ճանապարհով։ Չէ, եթե մենք գնանք այս դետալներով, մարտի 1-ի բացահայտումը, ինչքան էլ մի է դասի որ բացահայտված է, որտեվ կառավարման շղթայի մեջ պետք է գտնել։ Ինքը մնալու է այդպես էլ բան են գալու, հետո բան է լինելու, այսպես գնալու ենք։ Առանձին դրվագներ է լինելու։ Այդ դրվագներով ինչ մեղադրանք կլինի, չգիտեմ, բայց եկեք գնանք ավելի պարզ ճանապարհով։ Մի դա տվել եմ այս հնարավորությունը։ Եկեք 300.1-ը կարող է հիմա բարդ իրավական մեխանիզմներով, չգիտեմ, մենք կմոտենանք այդ հոդվածին ունենալու, բայց դրա փոխարեն կա մեկ այլ հոդված, որը մեզ տալիս է հնարավորություն բանանելու։ Գամ Տիգրան Աբգարյանի սպանությունը։ Ջայլ տղա ներքին զորքերի։ Ես ասում դիպուկարը հայտնվեց այն ժամանակ, երբ որ չէր բացատրվում ով խփեց Տիգրան Աբգարյանի, շարքը կանգնած է Լեո փողոցում։ Դա խփեցին, մեկ էլ շերիֆը նկարագրում է, որ իրան զեկուցեցին, տեսան դիպուկահարին կրակեց, հետո սողալով գնաց։ Հիմնավոր չի, ծիծաղելի է։ Եվ ես ամբողջ ունեցել է իր ղեկավարները, ճարտարապետները, հանրության նախագահի գլխավորությամբ, 3 շտաբները, առավոտյան ազատության հրապարակը, մեռանք ասելով ժամը 6:35-ը ասում են, չէ, դուք ձեր ժամացը սխալ աշխատել, ժամը 7-ին է։ Ինչով քրեական օրենսգրքում գրված է, որ քննչական գործողությունները պետք է լինի ժամը 7-ին։ Կազմակերպված էր, չէ՞։ Ակնհայտը ասում են, չէ, չի եղել։ Թամամյան հովիկը ուրեմն զենքեր էր գտնում, չգիտեմ ինչ որ շպրտած զենքեր, բայց այդպես էլ այդ կտրող ծակող փայտերը, գործիքները, քարերը, ով դրեց, ինչ արեց, մեղադրյալ կա թե չկա, չգիտեմ։ Բայց քաղբանտարկյալներ 100-ից ավել մեր ինքերները։ Մեկ-մեկից պայծառ տղաներ, որոնք կանգնել էին մեր երկիրը առողջացնելու ճանապարհին։ Բոլորը մի համախմբվել էին։ Բոլորին տարան մեկուսարան, բայց մեկուսարան առողջացավ, ասեմ ձեզ։ Բառից բնի մասով իհարկե մենք կորուստներ ունեցանք, հետագայում առողջության լուրջ կորուստ ունեցան մեր ընկերները, Միասնիկ Մալխասյան, Եվ այդպես։ Շատերը նաև կյանքը կորցրեցին։ Հիմա գալիս ենք, արդարություն ենք փնտրում, արդարությունն էլ է մեր ձեռքին։ Հարգելի գործընկերներ, մի է տվել այդ հնարավորությունը։ Տվել է եկեք օգտվենք։ Եվ ակնկալում եմ, որ այսքան տարիներից հետո այդ հնարավորության իրավական ձևակերպումները պետք է գտնենք թե պարլամենտի, թե արտադրության նախարարության, թե ուրեմն գլխավոր դատախազության, թե քննչական մարմինների, որոնց աշխատանք երկու ղեկավարները շատ բարձր են գնահատում։ Հատկապես երբ որ ազգային անվտանգությունը Պողոսյանը ղեկավարում էր, այնտեղ իրենց փոքր խմբով իրանք շատ ավելի նյութական մեր կորուստները հետ բերելու հնարավորություններ են ունենում։ Հատուկ քննչական ծառայությունը, որ դարձավ նաև հակակոռուպցիոն կոմիտե, այսօր էլ այդ հատորները պետք է դարձնեն այնպիսին, որ մենք մեր խնդիրը կարողանանք լուծենք։ Տիգրան Աբգարյանը ասացի, չէ՞, ամենահրեշավոր բաներ։ Կադրերը դնում ենք, ասում ենք նայեք, սպան ոստիկանության դիպուկահար հետևից 9 մմ-անոց ատրճանակով կրակում է ցուցարարության։ Մի մարդ ունենք, որ մեջքից մահացու վիրավորում է ստացել։ Բալավ այդ մի ոստիկանին, բան չէ, լավ այդքան զենք ավտոմատ, այն խեղճ դաստակը վենք թե մի հատ Ուզբեկստանում ծառայություն անցած ներքին գործերում զորքերում բաժին պետեր ասում էր 060 բանը ավտոմատները լսեցի ինչեւ այդ ավտոմատ չկար վերեցեցի sense բաժանեցի ես հարցեմ տելի ոնց կյանքում դից հաճախալ են ու բաժանես այդ ասма չկար հիմա եղավ իա բանը բեմպեն հանեցին քսեցին ցուցարների մեջ մեկը պատժեց դրա համար ասում եմ այդ հանել ենք որ ժողովրդին վախացնենք բա ասում եմ բանը պուլեմյոտը որ դրած է վրան դա ինչի համար էր կարար կրակեր այդ սախ բարձր այդ բոլոր զեկույցներում կան Այս զեկույցները իր աշխատանքը 17.5 տարի հետո տվեցին իրանց պտուղները։ Եվ այդ պտուղները տվեցին միեդի լեզվով, դա պետք է տային Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների իրավական որոշումների միջոցով։ Դա չի եղել։ Բայց եկեք միեդից շնորհակալ լինենք եւ գնանք առաջ։ Դա կլինի արդեն իրական բացահայտումը։ Ես չգիտեմ 300.1-ը կլինի թե չէ, բայց Դավիթ Հարությունյանը մեկ-մեկ պետք է հարցնել։ Դու հրաշալի 13 տարեկանում բարձրագույն կրթություն ես ստացել։ Բա ափսոս չէ կրթությունը բերեցիր որպեսզի խառնես երկրի իրավական տեսանկյունից։ Սա էմոցիաներ են, բայց սա էմոցիաներից զուտ նաև փաստացի նյութեր ունենք, որ մեզ այդ հնարավորությունը տալիս է։ Եկեք օգտվենք այդ հնարավորությունից։ Հրաշալի աշխատանք կատարել են մեր ընկերները, չգիտեմ, այ անունը տամ թե չտամ։ Տամ։ Չէ, եթե վնաս չի տալու տամ։ Որտեղ այն իրավաբան էր, որը նաև պատրաստեց Սամական դատարանի
այն որ տանայինք տեղափոխենք այդտեղ խնդիրը եւ քանի որ Սահմանական դատարանի վրա վստահ չեն, որտեղ 2003-ին Սահմանական դատարան այնուամենայնիվ կայացրել է Ռոբերտ Քոչանին ոչ հաճելի որոշում։ Չէ, հանակվի հետ կապված։ Իրանք այդտեղ էլ ռիսկ տեսան, ասին, արի այլավ ավտոմատներով շարվենք պատերի տակ ներսում, հանկարծ դատավորների մտքով ուրիշ բան չանցնի։ Ուրիշ բաներ էլ կարամ ասեմ, բայց եթե քննությանը հետաքրի, ես կարող եմ գնալ ձեր մոտ կամ եւ ասեմ այդ օրը որ դատավորի հետ ինչ ճնշում է եղել։ Այն ինֆորմացիան, որ ես տիրապետում եմ որպես հաստավակ խմբի անդամ։ Կարծում եմ դա ձեր շատ հետաքրքիր է։ Այսքանն եմ ուզում ասել, եկեք այս լսումները դարձնենք մեզ մարտի 1-ը էջը փակելու հնարավորություն։ Շնորհակալություն զեկույցի համար։ Քանի որ դուք ձեր ժամանակը սպառել եք, պարոն Քոչարյան, 20 րոպեն սպառել եք, ես դες պետք է խնդրեմ մեկ հարցի հնարավորություն եւ եթե կա հարց պարոն Քոչարյանին, ըստ էության դուք ամբողջությամբ ներկայացրեցիք։ Դեռ քիչ ներկայացրեցին, չես ասում։ Լավ, ինչու՞։ Շնորհակալություն պարոն Քոչարյան, 2008 թվականի մարտի 2-ին ինձ բերման են ենթարկել Մաշտոցի ոստիկանական բաժանմունք, Սուրբ Սարգիս եկեղեցու հետևին է, եթե չեմ սխալվում, Մաշտոցի բաժինը, չէ։ Այնտեղ ինձ բերման են ենթարկել եւ ես իմ աչքով եմ ականատես եղել, թե բերման ենթարկվածների նկատմամբ ինչ վարկագիծ էին դրսևորում ոստիկանները։ Հրեշավոր դեպք պատմում։ Անձամբ եմ ականատես եղել, նույնիսկ հաշվի չառնելով տարեց մարդկանց կանանց մի խոսքով այդ բռնությունները ինչ որ կիրառվել է ոստիկանության կողմից, ես անձամբ ականատես եմ եղել, ինչ է կարծում, պետք չի որ հենց ոստիկանության համակարգում լյուստրացիա իրականացվի եւ հենց այդ մասով ովքեր այն ոստիկանները, անգամ շարքային սերժանտ կամ բարձրաստիճան պաշտոնյա, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել այդ ամենին, իրավունք չունեն, հիմա գոյություն ունեն այդ ոստիկանները կան ու նրանցից շատերը համակարգում նորից աշխատում են։ Արդյոք նրանք իրավունք ունեն շարունակելու աշխատել համակարգում։ Ոստիկանության համակարգում ոչ նրանք ուսադիր կրող են եւ ստացել են ապօրինի հրամաններ։ Հիշում եք Միքայել Հարությունյանին կորսված գանում ես ասում եմ, պարոն նախարար, այս ինչ հրամաններ ես տվել։ Հակասահմանադրական։ Ասում Անտրանիկ, ինչի՞ ես ինձ հարցնում, ասում ում հարցնում, դու ես նախարարը։ Հիմա ինքը Մոսկվայում է եւ բոլորն են փախած։ Այդ ուժայինները։ Հիմա բանակի 038 հրամանել ասեմ, որ կիսատ չմնա։ Այդ 038 հրամանը վստահելով մեզ փոխանցել են ինձ։ Դա պետք է աներ իրավապահ համակարգը գտնեին այդ հրամանը։ Նույնիսկ հրամանի զեկույցի գոյության պարագայում այդ զեկույցը շարունակում է դեռ sense առեղծվածային բաներ ունենալ։ Երբ որ ես ասեցի բանակի օգտագործումը չէ կարող Ռոբերտ Քոչյանը եթե ռազմական դրություն չմտցներ։ Այդ ժամանակ գործող համարությամբ դիգին դատախազ Ռոբերտ Քոչյանը համարությունը խախտել է։ 038 հրամանի մասին եմ ասում։ Ինքը չէր կարող առանց ռազմական դրության պարագայում բանակը մտցնել քաղաք։ Իսկ դա ոչ միայն արձանագրված էր, դա տեսանելի էր։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչյանի մեղադրականը իհարկե հիմա չգիտեմ ինչ բնույթ է կրում, բայց իշխանության յուրացումը իմ համար ակնհայտ է։ Ոստիկանությունում, այո, նաև սերնդափոխություն է տեղի ունեցել, նաև ոչ միայն կադրային փոփոխություններ են եղել, ոստիկանությունը նաև կառուցվածքային լուրջ փոփոխություններ է ենթարկվել։ Եվ նոր երիտասարդ սերունդ է վարձացվել, որից մեկը փոխնախարար էստեղ նստած է։ Եվ ես կարծում եմ, որ մեր կադրային քաղաքականությունը պետք է այնպես իրականացվի, որ մարդուն չտանենք ապօրինի հրամանների կատարման ճանապարհով։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, զբաղեցրեք ձեր։ Շնորհակալ։ Հավուր պատճառի գնահատելով դժողների իրավահաջորդների համառությունը, ովքեր այս տարիների ընթացքում ետ չկանգնեցին արդարադատության հասնելու մտքից, նրանց պաշտպաններին Տիգրան Եղորյան եւ նաեւ մյուս բոլոր փաստաբանները, ովքեր այդ գեհենի մեջով անցել են, թվում եւ իմ քույրը, ով նաեւ շնորհակալություն ձեզ պարոն Քոչարյան, այդ ամբողջ փաստագրումների եւ այսօր մարտի 1-ի թեմայի հիմքը, ֆունդամենտը ամրագրելու համար շնորհակալություն Վահեն Գրիգորյան եւ բոլոր փաստաբաններին, ովքեր վստահորդների հետ միասին հասան մի հետ ստանալով մի քանի որոշումներ եւ շնորհակալություն հանրության այն հատվածին, ովքեր միշտ դժողների իրավաճորտներին հասկացրեցին, որ իրենք միայնակ չեն եւ այս թեման մոռացության չի մատնվել։ Ես շնորհակալ եմ, որ իրավական տեսանկյունից եւ գլխավոր դատախազը եւ բոլոր հատկապես իրավական համայնքի ներկայացուցիչներն արդեն իսկ գնահատականներին անդրադարձակ եւ այստեղ իմ խոսքը կառուցելու եմ որպես եւ այդ շրջանի դրամատիկ իրադարձությունների ականատես եւ падգամավոր, ով հենց այս դահլիճում իհարկե նախկին կահավորմամբ ականատեսը դարձավ են ողբերգության, երբ ըստ էության պետության կողմից ընդունված արտակարգ ռեժիմի արտակարգ հրամանագրով կանաչ լույս վառեց ոչ միայն իրականացնելու լեգիտիմացնելու արդեն իսկ թափված արյունը, որովհետեւ մենք արդեն տեղեկություններ ունեինք Լեոյի փողոցում ուրեմն սպանությունների կապակցությամբ եւ հետին թվով ուղղակի արդեն օրինականացվում էր այդ ամեն ինչը
Եվ նաև ըստ էության չնայած ցավոք սրտի մեր բոլոր զգուշացումներին այդ պահի իշխանություններին եւ արտադրության նախարար Գեորգ Դանիելյանին եւ նախագահի ներկայացուցիչին եւ մյուս բոլորին չընդունել այդ ռեժիմը, որովհետեւ այդ հրամանագրի ընդունումը ել ավելի բարդացրեց իրավիճակը, որովհետեւ դրանից հետո շարունակվեց ոչրագործություն եւ ըստ էության ցավոք սրտի ազգային ժողովը նաև դարձավ մեղսակից, այո ճիշտ էր այսօրվա դիտարկումը մեղսակից դարձավ այդ ամենում։ Ես ուզում եմ սկսել նրանից, որ այո պետության համանդրության առաջին հոդվածները, այդ թվում եւ ամփոփող հոդվածները ոչ միայն պետության տեսակն են ֆիքսում, այլ նաեւ պետության պարտավորությունը պահպանելու ինքնիշխանություն, անկախություն, ժողովրդավարություն, իրավական, սոցիալական պետություն։ Եվ պիտի խոստովանել, որ Հայաստանի Հանրապետությունը ցավոք տապալել է իր այդ գործառույթը մարտի 1-ի առումով։ Ոչ միայն ժողովրդայշխանության պահով, որի մասին հրաշալի խոսեց նաեւ պարոն Եգորյանը, գիտեք, ես իհարկե ընդունում եմ, որ քրեական գործը պիտի քննվի առկա փաստական հանգամանքների, ապացույցների եւ մնացածի հիման վրա եւ որակումները կարող են տրվել քրեական օրենսգրքում առկա հոդվածներով, բայց ես այստեղ ուղղակի ավելի լայն ծավալ եմ բերելու, որովհետեւ մարտի 1-ին իրականում գնդակահարվել է Երևանի փողոցում ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այլ ժողովրդավարությունը։ Մենք երկու հանցագործություն ունենք։ Նման սահմարկեցուցիչ հանցագործություն հոկտեմբերի 27 եւ մարտի 1։ Ճանապարհին դժողների իրավաճորտներից շատ հարգարժան մեր ընկերուհու հետ զրուցում էինք այդ երկու հանցագործությունների օրգանական կապի միջև։ Ըստ էության երկրորդը հնարավոր դարձավ առաջինի անպատժելիության արդյունքում։ Որովհետև այո, ժողովրդավարական ինքնիշխան պետության ապահովագրում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի բացահայտման տեսքով, որովհետև երկու հոդվածների թիրախներում էր ժողովրդավարություններ եւ ժողովրդաիշխանություններ եւ ինքնիշխանություններ, որովհետև ժողովրդավարությունը ինքնիշխանության ամենակարևոր մակարդակն է եւ ժողովուրդը ինքն է որոշում։ Երկու հանցագործություններն էլ կատարվել են Հայաստանին եւ Հայաստանի ժողովրդին թույլ չտալու կայացնելու որոշում։ Ոչ իր օրինական ընտրված իշխանությունների միջոցով 99 թվականին իդեմս միասնություն դաշինքի, ոչ 2008 թվականին, երբ ժողովուրդը պահանջում էր ուղղակի ապահովել իր իրավունքը ձևավորելու իր իշխանությունը։ Եվ հետևաբար, եթե նույնիսկ քրեական օրենսգրքում այդ հոդվածը կամ այդ սանկցիան չկա, բա ինչով ենք դատելու այս ծանրագույն հետևանքները, երբ այս հանցագործության թիրախներում եղել է կոնկրետ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը, կոնկրետ ինքնիշխանությունը։ Այո, այդ հոդվածները կան իշխանության յուրացման, սահմանական կարգի տապալման հետ կապված, իդեպ մի շատ հետաքրքիր բան, երբ մարտի 1-ի երեկոյան մեզ հրավիրեցին եւ մենք թողեցինք Ֆրանսիայի դեսպանատան հարակից հրապարակը եւ եկանք այս դահլիճ նիստի, երբ կարդում էինք արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը, իմ աչքից չվրիպեց եւ պատական չէր տիկին դատախազ, որ այդ հարցը ձեզ ուղեցի եւ նաեւ պարոն Եգորյանին այդ ակնարկով նկատ եւ պարոն Քոչարյանը չափազանց մանրակրկիտ ու դետալային անդրադարձավ, պատական չէր, որ աչքից զառնեց բանակի հետ, պաշտպանության նախարարության հետ փոխառնչության տողը, որովհետև տեսանելի էր, որ այն գործառույթները, որոնք պիտի իրականացներ ներքին գործերի նախարարությունը հասարակական կարգի հետ կապված, վերապահվում է բացարձակայլ մարմնի, եւ դրանք միայն կարող է իրականացնել համադրությամբ ներքին գործերի նախարարությունը, այն գործառույթները, որոնք չէր կարող պաշտպանության նախարարությունը իրականացնել, որովհետև համադրության եւ նախկին խմբագրում եւ ներկա խմբագրում, ինչպես պարոն Քոչարյանը նշեց, արգելում էր բանակի ներգրավում քաղաքական գործընթացներում, բայց կրկին այդ աղերսները կար, տեսանելի էր, որ եւ վերջո նաեւ այս քննված գործից եւ դրա ծավալներից, դրա հարյուրավոր հատորներից ակնհայտ է, չէ, որ հանցագործության պլանավորումը կամ իրականացումը չի կատարել միայն մարտի 1-ին կայացված մեկ որոշմամբ, դա ունեցել է իր վաղօրոք նախապատրաստության փուլը, ցավոք սրտի իր բոլոր արտացոլանքներով եւ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի այս ստորաբաժանումներում հոգեբանորեն կայուն այդ մարդկանց հավաքագրելու եւ Հայաստանի ժողովրդավարություն պահանջող ցուցարարների, խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու առումով։ Ակնհայտ է, չէ, որ մարտի 1-ի հանցագործությունը ծավալի առումով ոչ միայն չի ավարտվում 10 անձանց 10 քաղաքացիների սպանությունով, ոչ միայն չի ավարտվում զուտ ուղղակի իրավական մասով, այլ նաեւ քաղաքական մասով, որի հետ այո համանագից դժվար է տանել, որովհետեւ այդ հանցագործության թիրախները եղել են քաղաքական թիրախներ, այնուամենայնիվ։ Երկրի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը եւ պատահական չի, որ ես օգտագործում եմ ժողովրդավարության եւ ինքնիշխանության գնդակահարում Երևանի կենտրոնում, այն պարզ պատճառով, որ ժողովուրդը չպահանջի ժողովրդավարություն եւ ժողովուրդը չպահանջի ժողովրդաիշխանություն։ Դուք նկատել եք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի այդ տարին ընդունված բանաձևերը կոչվում են ժողովրդավարական ինստիտուտների գործառնություն Հայաստանի Հանրապետությունում։ Դա ակնարկ էր, որ ոչ միայն հետ ճգնաժամային փուլում ժողովրդավարությունը կաղում է, այլ որ այդ հանցագործությունը ինքը հենց ժողովրդավարության դեմ էր։ Ինքը ժողովրդավարության խոցելիությունն է մեծացրել
Եվ այո, պարոն Քոչարյանի կոչը օգտագործելու այս եւս մեկ հնարավորությունը, երբ միեդի որոշման մեջ այլևս անվիճարկելիորեն ապացուցված են համարվում այդ ամենի ուղղահայացով հիերարխիկ կազմակերպվածությունը, այդ ամենի ծրագրավորված լինելը եւ մնացած ամեն ինչ, սա ուղղակի հրամայական է դարձնում, որ այս հանցագործության վերավորակումը օր առաջ պետք է տեղի ունենա, որովհետեւ այդ հանցագործությունը ունեցել է նաեւ ծանրագույն ազդեցություններ այլ ուղղությունների վրա։ Գիտեք, մի հետաքրքիր դրվագ պիտի պատմեմ։ 2008 թվականի մարտի 1-ից հետո բավականին առանցքային երկրի, Մինսկի խմբի համանախագահի երկրներից մեկի չափազանց բարձր դիվանագետ էր եկել, եւ մենք որպես ժառանգության պատգամավորներ, ես եւ Տիկին Անահիտ Բախշյանը գնացինք հանդիպման։ Մեզ թվում էր բոլորը մտահոգված են եւ եկել են քննարկելու Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետ կապված հետընտրական ծանրագույն իրավիճակը։ Մի փոքր քննարկումից հետո գիտեք ինչ ասեցին։ Իսկ ինչ կասեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Իսկ որ հոդվածով են քննարկելու այն հետևանքները, քրեական օրենսգրքի որ հոդվածն են տարածելու այն հետևանքները, որը առաջացրել արտաքին քաղաքականության մեջ իշխանությունը ստանձնած Սերժ Սարգսյանի լեգիտիմության խայտարակ պակասի պատճառով, որի արդյունքում ստիպված է եղել ընդունել հանուն արտաքին լեգիտիմության եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Արցախի խնդրով անբարենպաստ առաջարկությունները։ Չէ՞ որ այդ շրջանում էր, որ Ռոբերտ Քոչարյանին հանձնած մադրիդյան առաջարկները նաև կարողացան դարձնել Սերժ Սարգսյանի ժառանգություն։ Իսկ որ հոդվածներով ենք դատելու քրեական օրենսգրքի այս հոդվածները։ Այս հոդվածի քաղաքական հետևանքները եւ լրջագույն ուրեմն ողբերգական հետևանքները բոլոր դաշտերում ակնհայտ են եւ հետեւաբար հանուն Հայաստանի ժողովրդավարության եւ հանուն Հայաստանի ժողովրդավարական ապագայի այս հանցագործությունը պետք է իր լիարժեք ուրեմն իրավական քաղաքական գնահատականը ստանա, ասելիք շատ կա, բայց ես ստիպված եմ սահմանափակել եւ շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ տրվել է ինձ ներկայացնելու եւ իմ անձնական դաժան ուրեմն ականատեսի աչքերով տեսածը եւ նաեւ որպես քաղաքագետ փորձագետ այս ամենի վերլուծությունը։ 2008-ին ես երկրորդ կուրսի ուսանող էի։ Եթե այստեղ ուսանողներ կան, օգտվելով առիթից 3 ուսանողների միջազգային օրներ շնորհավորում եմ ձեզ։ Շնորհավոր ձեզ ընձանոր պարոն Սարգսյան։ Երկրորդ կուրսի ուսանող էի, նոր էի ծառայությունը ավարտել եւ հետ վերադարձել ԵՊՀ։ Իմ անունը դեռ մատյաններում խմբի մեր հոսքի ավակը չէր գրել։ Մի կողմից շատ լավ էր, որովհետեւ հետապնդվում էին ուսանողները, ովքեր որ բացակայում էին փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը, շատ խիստ հետևում էին, այսինքն բռնաճնշումներ, հետապնդումներ ոչ միայն մարտի 1-ի բուն մասնակիցների կամ ազատության հրապարակում լինելու բերումով էին ենթարկվում, այլ նաև ուսանողները, ովքեր բացակայում էին դասերից։ Կապ չունի ինչ պատճառով էին բացակայում, վատառողջ էին կամ ինչ որ հարգելի պատճառ ունեին, նրանք բոլորը դիտարկվում էին մեկ շերտի մեջ, մեկ հարթության մեջ, որ մասնակցել են ուրեմն ազատության հրապարակի այդ հանրահավաքներին։ Ես մարտի 1-ի առավոտյան լուսադեմին նոր էի վերադարձել տուն, ժամի 3-ին երևի, գիշերը ժամի 3-ին էի վերադարձել, երբ որ արդեն քնած էի տանը վաղ առավոտյան եւ ինձ զանգահարեցին, ասացին, որ ազգային անվտանգությունը չէ, կարծեմ ներքին զորքերը, ՕՄՈՆ-ն է հրապարակ ներխուժել եւ ծեծել են ժողովրդին, ես ասում էի նման բան չկա, ես մի քիչ առաջ եմ վերադարձել։ Հա, տենց բան չկա եւ ինչա քաղաք ինչ տեսա, որ բոլորը ծեծված, ջարդված, մեր շրջանից կային երկրապահից տղաներ, երջանկայի շատակ ոգին, կհիշեն Արարատից ովքեր կան, երկրապահի, արցունքաբեր գազ էին փչել իր աչքերի մեջ ու ծեծել էին լավ։ Բոլորը շարժվեցինք դեպի քաղաքապետարանի հրապարակ, այնտեղ նույնիսկ վիրավորում ստացավ այժմ մեր Արարատ համայնքի ղեկավարը Ասլան Ավետիսյան, բոլորդ գիշեք այդ կադրերը, գլխից վիրավորում ուներ, արյուն էր գալիս, հետո նրան որպես կազմակերպիչ կամ հրահրող, սադրիչ ինչ որ մեղադրանք առաջադրեցին, հոդվածը չեմ հիշում, դատեցին, նստեց, դուրս եկավ, փառք Աստծո հիմա առողջականը տեղն է։ Երկրորդ պատճառը, որ ես այսօր այստեղ ներկա եմ, Վեդի համայնքից, Վեդի խոշորացված համայնքից, Տափերական բնակավայրից եւ Եղեգնավան բնակավայրից մարտի 1-ի երկու սպանված ունենք, Տափերականից Տիգրան Աբգարյանը, որ այդ ժամանակ ներքին զորքերի ժամկետային ծառայող էր, եւ Սամվելը Հարությունյան, Էդիկը Հարությունյան, Էսպային հայրը այստեղ ներկա է գտնվում, եւ փոքր Վեդի բնակավայրից Խաչիկ Դավթյան, նույնպես Վեդի խոշորացված համայնքից են իրենք։ Ինչն է ուշագրավ այս պատմության մեջ, որ Տիգրան Աբգարյանի եւ Սամվել Հարությունյանի մահը գրանցվել է ապրիլի 10-ին եւ 10-ին Տիգրան Աբգարյանինը եւ 11-ին Սամվել
Ես այդ ինֆորմացիան եմ տիրապետում 10-ին եւ 11-ին, ինչու եմ սա շեշտում այս ամսաթվերը, որովհետեւ ապրիլի 9-ին Սերժի ինագուրացիան էր։ Այս մարդկանց պահել էին այնքան ժամանակ, երևի ապարատներին միացրած կամ ինչ-որ ձևով, եւ ենթադրում եմ ինագուրացիայից հետո այլևս աղմուկը ոչ մեկին չէր հետաքրքրում, անջատել էին երևի կյանքի ապահովող այդ սարքավորումները։ Այս երկու հանգամանքները շատ կարևոր են, այս ժամկետները մեր ընկերների իրանց բարեգթության մնացած այդ ժամկետը, որ պահել են հետո ինագուրացիայից հետո անջատել են այդ սարքավորումները, սա է շատ կարևոր, սրա վրա էլ պետք է ուշադրություն դարձնել։ Եվ 17 տարի անց, հիմա ավարտում եմ, ամփոփում եմ, պարոն Բակոյան, 17 տարի անց մենք այսօր մեր հասարակությունը սպասում է, որպեսզի հենց մեր արդարադատությունը իր վճռական եւ վերջնական խոսքը ասի, եւ մենք բոլորս կարողանանք հանգիստ շուրջ քաշել եւ հարազատները կարողանան իրենց խիղճը թեթևացած, այո, կարողանան շարունակել իրենց առօրյա կյանքը։ Այսքանը շնորհակալություն։ Այսօր մենք ըստ էության արձանագրում ենք մեր երկրի իրավապահ համակարգի, դատական համակարգի վախճանը, որովհետև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի սեպտեմբերի 18-ի որոշումը, վճիռը ուղղակի արձանագրում է համատարած անգործությունը 17 տարվա, եւ ես կարծում եմ, որ մենք շանս ունենք սեպտեմբերի 18-ի վճիռը դարձնելու նաեւ փոսից այդ համակարգը դուրս բերելու հնարավորություն, ու ես շատ պիտի ուզեի, որ այս լսումները նաեւ ծառայեն այդ նպատակին։ Մենք այսօր այստեղ ենք պետության բարոյականության դատաստանի առջև կանգնելու համար։ 17 տարի մենք բոլորս որպես համակարգ խուսափել ենք ըստ էության պարզ ճշմարտությունից, ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը գնդակահարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Դատարանը ըստ էության Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հաստատեց ոչ միայն կյանքի իրավունքի խախտումը, այլև ասաց, որ 17 տարի մեր երկրում չի եղել արդյունավետ քննություն, պետությունը չի կատարել իր պարտքը, պարզելու թե ով է հրաման տվել, ով է կրակել, ով է սպանել եւ ով է թաքցրել։ Այս վճիռը հայելի է, որի մեջ մենք տեսնում ենք կոնկրետ անուններ՝ նախագահ Քոչարյան, վարչապետ Սերժ Սարգսյան, գլխավոր դատախազ Աղբան Հովսեփյան, ոստիկանապետ, պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, ամբողջ պետական համակարգը։ Եվ իհարկե ազգային ժողովի նախագահ, կոալիցիան այդ օրվա քաղաքական մեծամասնություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հանրապետական կուսակցություն։ Եվ օրինաց երկիրը հետո եկավ։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ըստ էության առանց անուններ նշելու սահմանում է պետության պատասխանատվությունը։ Իրավական, քաղաքական եւ բարոյական իմաստով սա նշանակում է մեկ բան։ 2008 թվականի իշխող վերնախավն ամբողջությամբ պատասխանատու է պետական մեքենայի կազմակերպած սպանությունների, խոշտանգումների, ապօրինի կալանավորումների եւ դրանց բողոքարկման համար։ Ժողովրդավարական պետությունները վաղուց անցել են նման փորձությունների միջով եւ ձևակերպել մի շատ պարզ սկզբունք։ Այն երկրները, որոնք առերեսվել են ժողովրդավարության, սահմանադրական կարգի եւ պետական հիմքերի դեմ գործած հանցագործությունների հետ, հստակ պատասխանել են։ Մարդասպան ռեժիմները չեն կարող իշխանության վերադարձի իրավունք ստանալ, չեն կարող վերադառնալ եւ պետությունից մեզնից թալանած փողերով մասնակցել ժողովրդավարական գործընթացներին, վերադառնալու եւ ժողովրդավարությունը ջախջախելու եւ մեր ապագան կործանելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Չեխիան, Ռումինիան եւ Մոլդովան ուղղակի ապացուցում են այդ իրողությունը։ Այս բոլոր օրինակներում կա մեկ նույնական տրամաբանություն։ Պետությունները հստակ անուններ են տալիս ժողովրդավարության եւ պետության թշնամիներին եւ անհնար դարձնում նրանց քաղաքական ռեինկարնացիան եւ ռեաբիլիտացիան։ Հիմա հարցը մեր առաջ է. ինչ ենք անում մենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի այս վճռից հետո։ Մենք գիտենք, որ 2008-ի մարտի 1-ին բանակը, ոստիկանությունն ու ուժային կառույցները առանց օրինական հիմքի ներգրավվել են քաղաքական բռնաճնշումների մեջ, տապալվել է սահմանադրական կարգը, ազգային ժողովը հետին թվով քվեարկել է այդ հակասահմանադրական որոշումների օգտին, դատախազությունը, դատարանները տարիներ շարունակ փակել կամ քողարկել են գործերը։ Այս ֆոնին ասել, որ հաջորդ խորհրդարանում չպետք է լինեն Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին առաջնորդած քաղաքական ուժերը, իհարկե ճիշտ է եւ մենք աջակցում ենք այդ հայտարարությունը, բայց իրավաքաղաքական առումով չափազանց անբավարար ենք համարում։ Դրան պիտի հաջորդեն կոնկրետ գործողություններ եւ այս քաղաքական մարմինը պիտի զբաղվի առաջին հերթին դրանով։
Եթե դա չի ամրագրվում օրենքով, եթե մենք չենք ստեղծում լյուստրացիոն մեխանիզմ, այդ խոսքը մնում է ցանկություն, ոչ թե պետության կամք։ Մեր գլխավոր խնդիրն է, որպեսզի մարտի 1-ի ոչրագործության ամբողջ այդ գործողությունը, այդ հանցագործությունը իրականացրած պետական բոլոր մարմինները, ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն, պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ, որոնց ըստ էության այդ գործողություններին, այո, մասնակցել եւ հովանավորել է գլխավոր դատախազությունը եւ դատական համակարգը ամբողջությամբ աջակցել է այս գործողություններին, նրանց պետք է տրվի իրավական եւ քաղաքական գնահատական։ Սրա մասին ես խոսել եմ նախորդ գումարման ազգային ժողովում, սա ուղղակի է մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, ուղղակի մեր պետության անցած տարիների 17 տարիների իրավաքաղաքական գնահատականն է, թե ինչից է բաղկացած, ինչ բանդիտներից է բաղկացած եղել մեր քաղաքական եւ իրավական քաղաքականություն մշակող ուրեմն ամբողջ վերնախավը։ Շնորհակալություն։ Այս լսումները եւս մեկ անգամ վկայություն են նրա, որ մենք մեր քաղաքական խոստումը հետամուտ լինելու իրավաքաղաքական գնահատական տալու մարտի 1-ի ոչրագործությունը շարունակում ենք կրել եւ չի անցել որևիցե հաղորդում, երբ որ մենք քննարկենք որևիցե քննարկում գլխավոր դատախազության կամ քննչական մարմինների հետ, երբ մենք չարադառնանք մարտի 1-ի գործին։ Եվ մենք շարունակելու ենք հետամուտ լինել այնքան ժամանակ, քանի դեռ այս հարցը շարունակում է մնալ մեր բոլորի ուշադրության կենտրոնում։ Իհարկե մենք փորձում ենք այսօր կոնկրետ փամփուշտներ մանգալ, որոնել, բայց եթե միջ ավելի լայն նայենք խնդրին, ապա մենք հասկանում ենք, որ նույնիսկ շատ բարձրաստիճան պաշտոնատարանձինք այս ամբողջ գործընթացում ընդհանրապես փամփուշտ էին, որովհետև իրականում այն անձը եւ կամ այն անձինք, ովքեր կանգնած են այս ոչրագործության հետևում, շատ ավելի հեռու էին։ Բայց մարտի 1-ը չեկավ փետրվարի 29-ից հետո։ Մարտի 1-ը ցավոք սկսվել է շատ ավելի վաղ եւ սկսվել է այստեղ այս դահլիճում։ Մարտի 1-ի գործընթացը չէր լինի երբևիցե, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը։ Եթե մենք չբախվեինք իրավիճակի, երբ իրականում սահմանադրական կարգը որպես այդպեսին տապալվեց։ Որովհետև եթե մենք վերլուծենք Հայաստանի սահմանադրական զարգացման պատմությունը, ապա 99 թվականի մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը, սա բոլորի գնահատակմամբ է այդպես, իշխանության լեգիտիմության ամենաբարձր ժամանակահատվածն է գնահատվում։ Մայիսից մինչև հոկտեմբեր։ Հոկտեմբերի 27-ից հետո մենք ունեցանք այն ինչ որ ունեցանք։ Հոկտեմբերի 27-ին հաջորդեց 2003 թվականը ապրիլի 12-ը հայտնի մեռելոցը Բաղրամյանի առաջին անգամ ուշ կիրառվեց Բաղրամյան փողոցում քաղաքացիների նկատմամբ։ Ինչու, որովհետև 23 թվականին նախ զոհաբերվեց հանրաքվեն սահմանադրական, որպեսզի մարդը պահպանի իշխանությունը, իսկ այնուհետև սահմանադրական դատարանի որոշումը, որը շատ քննադատվեց, բայց այդուհանդերձ որոշակի առումով լծակ հանդիսացավ հետագա ժողովրդավարական գործընթացների համար, պարզապես 1 տարի հետո, եթե շատ ոչ կոռեկտ արտահայտությունից թույլ տամ, ստացվում է հետևյալ, որ սահմանադրական դատարանի որոշման ապահովումը այդ ժամանակվա իշխանությունները ապահովեցին ջրցան մեքենաների օգտագործմամբ, ապացուցելով, որ վստահության հանրաքվեն կարող իրականացվի միայն այդ եղանակով։ Այն այդ մարտի 1-ն էր։ Գիտեք, շատ պետություններ կան, որոնք համաչափ ուժ են գործադրում, անհամաչափ ուժ են գործադրում, կներեք, այդ թվում հավաքի մասնակիցների նկատմամբ։ Դա որևիցե եղանակով գովելի չէ եւ մշտապես շարունակելու է մնալ դատապարտելի։ Բայց ես կուզենայի մարտի 1-ը առանձնացնել այլ տեսանկյունից։ Այն սովորական ուժ չէր եւ սովորական հանրահավաք չէր, դա ֆուտբոլային խուլիգանների հավաք չէր։ Դա մարդկանց բողոքներ ընդդեմ ընտրությունների նկատմամբ զրոյական վստահության։ Եվ սահմանադրական դատարանում պետք է քննվեր հարցը։ Եվ բոլորիս համար պարզ էր, որ այդ մեծ հավաքների պարագայում հնարավորություն տալ, որպեսզի իրավական գործընթացները ընթանան արտակարգ դրության ռեժիմից դուրս, երևի թե անհնար կլիներ։ Եվ դրա համար պետք էր ցավոք այդպիսի գործընթաց։ Ես չեմ մոռանա Մաշտոցի պողոտայի վրայի կանանց, որոնք պատշգամբերից գոռում էին հատուկ նշանակության զորքերին, տղեկ ջան, խնդրում եմ, մի առաջ եկեք, խնդրում եմ, շատ եմ խնդրում, մի շարժվեք առաջ, խնդրում եմ։ Այդ ձայնը մինչև հիմա իմ ականջներից մեջ չեմ։ Բայց տեղի ունեցավ ինչ որ տեղի ունեցավ։ Բայց ես չեմ կարող այստեղ օբյեկտիվ չլինեմ եւ չասեմ նաեւ, որ այդ օրն էլ որոշակի առումով հիասթափացրեց նաեւ այն մարդկանց, ով այդտեղ հավաքվել էր։ Որովհետեւ այն անձում համար հավաքվել էին եւ այն անձում վստահել էին։ Եվ այն անձը, ում հետ կապում էին Հայաստանի սահմանադրական իրավական զարգացման նորմալ ապագան, ըստ էության հեռացավ եւ այդպես էլ չմասնակցեց։ Կներեք, չեմ ուզում շատ քաղաքական մեկնաբանություններ տամ, ոչ wokից չկարելի պահանջել, որ ինքը հերոս լինի, բայց ես այդուհանդերձ չհասկացա ինչպես կարելի էր այդ ամենը թողնել եւ հեռանալ։ Ես ուզում եմ դիմեմ մարտի 1-ի, ես ավարտում եմ մարտի 1-ի գործողությունների բոլոր զոհերի եւ տուժածների հարազատներին։
առանց տարբերելու, թե նրանք եղել են ընդդիմադիրների եւ հավաքի մասնակիցների կողքին, թե իրականացրել են իրենց մարտական պարտականությունները։ Ես ուզում եմ իմ աջակցության խոսքը հղել ձեր բոլորիդ եւ ասեմ մի կարեւոր բան։ Գիտեք, այն որ դուք այստեղ եք, այն որ այսօր Հայաստանում ժողովրդավարական գործընթացներ են եւ այն որ մենք այսօր շարունակում ենք քննարկել այդ հարցը, դա նաեւ այն պատճառով է, որ ձեր հարազատները այս ժողովրդավարական իրավիճակը գնահատել են շատ ավելի կարևոր, քան սեփական կյանքը եւ առողջությունը։ Ես խոնարհում եմ բոլորի առջև, մենք շարունակելու ենք հետամուտ լինենք այս գործընթացի նկատմամբ, բայց ես շատ կուզենամ, որ մենք այս գործընթացները ունենք շատ ավելի լայն եւ անենք ամեն հնարավոր եւ անհնարին, որ հետագայում Հայաստանի Հանրապետությունը Աստված մի առասցե չբախվի որևիցե նման զարգացման հետ։ Շնորհակալություն։ Հարցը հնչեց արդեն։ Ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին եւ ինչու։ Սա սովորական թեկուզ եւ ծանր, թեկուզ եւ մասշտաբային, բայց սա սովորական հանցագործություն չէր, եթե սրատակից հանում ենք քաղաքականությունը։ Ինչու դա տեղի ունեցավ։ Որովհետև Հայաստանը որպես պետություն զավթվել էր կազմակերպված քրեական խմբավորման կողմից եւ պետությունը վերածվել էր հանցագործությունների գործիքի, սերիական հանցագործությունների գործիքի, որոնցից մեկն էլ այո մարտի 1-ն էր։ Մարտի 1-ը միայն սպանություններ չեն, այլև հարյուրավոր վիրավորվածներ, հազարավոր բռնաճնշումների ենթարկվածներ։ Մարտի 1-ը նաև բռնաբարված Աղվան Հովսեփյանի կողմից հավաքական իրավաբանությունն է Հայաստանում, այլանդակված մինչև հիմա, որ դատաիրավական ռեֆորմը իշխանությունը գցել է ոտին։ Եվ արդյունքում մենք ստանում ենք այլանդակ որոշումներ դատարաններում։ Այս վնասը Հայաստանում դեռ հաղթահարված չէ։ Որն է չափանիշը, որ մենք պետք է համարենք, որ սեպտեմբերի 18-ի դատավճիռն իրականացված է, առանց դրա շատ հստակ քաղաքական մասի, իրավաքաղաքական մասի, մենք չենք կարող արձանագրել, որ դատավճիռը կատարված է Հայաստանի Հանրապետության կողմից։ Նախ եւ առաջ այս դատավճիռը հիմք է քաղաքական լուստրացիայի համար։ Մարդկանց սպանել է պետությունը ըստ այս դատավճիռի։ Պետությունն ունեցել է իշխանություն, իշխանությունը ունեցել է գլուխ եւ ունեցել է քաղաքական ֆասադ, հանձինս կուսակցությունների ՀՀԿ, ԲՀԿ դաշնակցություն, որոնց ներկայացուցիչները թող ներող լինեն ներկաները, ահա այստեղ նստած իշխանությունը իրենց կոչում է մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ 4 բառն էլ սուտ է։ Մերը չեն, հարգելի չեն, ընդդիմադիր չեն, այլ պետության թշնամիներ եւ գործընկերել չեն։ Տարեք գցեք։ Անհրաժեշտ է, այ օրենք է անհրաժեշտ եւ այդ կուսակցությունները պետք է լուծարվեն։ Ի վերջո, դրանով անցել են իսպանացիները, երբ ձերբազատվել են Ֆրանկոյի բռնապետությունից, պորտուգալացիները Սալազարից, հա, Լեհաստանը եւ Բալթյան երկրները կոմունիստական բռնապետությունից։ Հայաստանն այնպես չի, որ նրանք ժողովրդավարությունից բան չեն հասկանում, իսկ ստեղ մեզ բացատրում են, թե չէ, դե կարող է ժողովրդավարական չի, այսպես չի, այնպես չի, օրակարգում նման հարց չունենք։ Ոչ, մենք ռումբի վրա ենք նստած մինչև հիմա եւ հենց ձեր ընդդիմադիր սիրելի գործընկերներն են ձեզ ռմբակոծում, մեր ներվերն էլ քայքայում ամեն օր։ Էլ չեմ ասում, քանի հատ տերորիստական խումբ է բռնվել ստեղ, որ գալիս է իրենց սիրելի երկրից, չէ՞, որի հետ միութենական պետության մեջ մտնելու հարցը պատրաստ են քննարկելու։ Խնդրեմ, սենց քաղաքականություն չի լինում։ Դրա համար էլ այո, նրանք մարդ են սպանել եւ պատրաստ են մարդ սպանելու, եթե միայն թե հնարավորություն լինի ձեռներում։ Ուրեմն ռեզումեն հետեւյալն է. ժողովրդավարությունը բարիք է, բայց այն պետք է լինի բռունցքներով։ Ժողովրդավարություն նշանակում է ուժ, ժողովրդավարություն նշանակում է կարգ, ժողովրդավարություն չի նշանակում լխկած շիլաշփոթ մի վիճակ, երբ ամենտեղից վերկացողը խելքին փչածը կվերկենա ու կասի ու անպատիժ ձևով։ Ու սա էլ համարում եք ժողովրդավարություն, ամոթավոքի։ Եվ ուրեմն ի գործ մենք հետևելու ենք դեպքերի ընթացքին եւ մեր գնահատականներով երևի թե հնարավորություն կունենանք հասկանալ, թե ինչ ենք մտածում այս ընթացքի մասին, բայց մարտի 1-ի էջը փակելը բոլորիս պատվի հարցն է, քաղաքացիների, պետության, իրավապահ մարմինների, դատախազության, բոլորիս, ով իրեն համարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ինչպես ես տեղեկացրել եմ բոլորիդ, ես 2008 թվականի մարտի 1-ի Զոբաց Գորքելյանի հայրն եմ, ցույցի մասնակից եմ ել տղայիս հետ միասին, բայց ցավոք սրտի այդ չարաբաստիկ գնդակը ինձ չդիպչեց, այլ իմ 28 տարեկան որդուն։ Ես չեմ ուզում ներկայացնեմ, թե ինչա կատարվել մարտի 1-ին, բոլորը տեղյակ եք, բոլորը գիտեք, ես ուզում եմ ձեզ երկու խոսքով ներկայացնել դատավարությունների մասին։
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով, որը առաջին Շինգավիթի նստավայրի դատարանում տևեց 4 տարի 4 ամիս, եւ մենք չենք կարողացել մտնել վկաների փուլ։ Դու պատկացնում ես ինչա։ Մի օր Քոչարյանն է հիվանդ, մի օր փաստաբանը չկա, մի օր դատավորն է հիվանդ, մի օր Խաչատրովի թարգմանիչն է հիվանդ, այդպես ցցկվեց ու ցցկվեց 4 տարի 4 ամիս եւ ոչ մի արդյունք, եւ այդպես գործը կարճվեց գրասահմանադրական դատարան։ Հիմա 1 տարիա գնում է դատավարություն։ Այս 1 տարվա ընթացքում մենք նույնպես արդյունքի դեռ չենք ասել։ Փաստաբանները իրենց դիրքորոշումներն են հայտնում երկար ու բարակ, նորից բացակայություններ, նորից բացակայություններ։ Եվ ինչ եմ ուզում ասել ընկերներ, եթե այս ծևի շարունակվի դատավարությունը, ելի մենք արդյունքի չենք ասնի։ Ես ուրախ եմ, որ շուտով նախագիծ մտել ազգային ժողով կմտնի, որ դատավարությունները 1 տարուց ավել պետք է չկայանա։ Եվ դա շատ ուրախություն է ինձ բերել, պետք է մտնի, դեռ չի մտե։ Այո։ Ես քանի ուզում ձեզ ներկայացնել դատավարության մասին, ներողություն, Ռոբերտ Քոչարյանը գիտեք ինչ ասում դատավարության ժամանակ, ասում է ես չեմ հասկանում, ես իրավաբաններն ինչ են ուզում ինձանից, ին որ մեղքից համար են ինձ դատում։ Ես արձագանքում եմ կողքի ջուրի Խաչատրովը գազանաբար արձակում է ինձ վրա։ Պատկերացնում եք, մարդասպանը ու ժողովի իրավաճորտի վրա։ Շատ ճիշտ ասում Քոչարյանը, եւ Քոչարյանն ասեմ ավելին ինչ ասում, ո՞վ է ձեր ձեռքը բռնե գնացեք, ձեր սպանողներին կթեք։ Ես որտեղ են սպանել, որ ծորում, որ սարում, բախումների ժամանակ ոչ մի զոչ էլ է։ Մեծ չերեմուխա ենել դեռ կասկածում ենք։ Դա Ռոբերտ Քոչարյանի խոսքերն եմ ասում։ Պատկերացնում եք։ Լկտի խոսքերը։ Այսքան ընկերներ, շնորհակալ եմ։ Մարտի 1-ից 17 տարի անց ես որպես նաև քաղաքագետ համար ցանկալի կլիներ, որպեսզի ունենայինք մարտի 1-ի հարցով քրեաիրավական գնահատական եւ այսօր մենք առնվազն քննարկեինք մարտի 1-ի հետ կապված քաղաքական հետևանքները եւ թե ինչպես անենք, որպեսզի նաեւ հետագայում Հայաստանի Հանրապետությունում չկրկնվեն տեղի չունենան մարտի 1-եր, բայց ունենք այն ինչ որ ունենք եւ այսօր առավել եւս կարեւոր է համարում անդրադառնալ մարտի 1-ի քաղաքական հետևանքներին, առավել եւս երբ որ մենք այս պահին, այս փուլում գտնվում ենք պետականության ու պետության վերաիմաստավորման այսպես գործընթացում, այս համատեքստում ես կարծում եմ, որ մարտի 1-ի գործի կամ մարտի 1-ի նախադեպի չեզոքացումը ֆունդամենտալ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության որպես ժողովրդավարական պետության համար, քանզի մարտի 1-ը պարզապես 10 մարդկանց անմեղ մարդկանց գնդակահարում չէր փողոցում, մարտի 1-ը դա նաև Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում Հայաստանի Հանրապետության որպես պետության գնդակահարում էր եւ կրակոց էր Հայաստանի Հանրապետության որպես պետության ֆունդամենտալ արժեքների եւ հիմնասյուների վրա, ինչ ասում Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին հոդվածը, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է, երկրորդ հոդվածով ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ իշխանության ցանկացած ուրեմն յուրացում որևէ անհատի կամ կազմակերպության կողմից դա հանցագործություն է։ Իսկ մարտի 1-ը դա կրակոց էր եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ ժողովրդավարության եւ իրավական կարգի եւ սոցիալական համակարգի վրա, որի արդյունքում իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում յուրացվեց մի խումբ անձանց կողմից եւ այսօր ցավալիորեն այդ անձին կամ այդ հիմնական գործող անձինք այսօր կրկին Հայաստանի Հանրապետությունում հավակնում են դառնալ իշխանություն եւ ցավալիորեն ինչ որ առումով այդ մարդիկ նաեւ իշխանություն են, հաշվի առնելով որ այդ մարդիկ այսօր օրենսդիր իշխանության մաս են եւ իրենց վարկագծով իրենց հայտարարություններով այդ մարդիկ ոչ միայն չեն զղջացել, այդ մարդիկ այսօր էլ շարունակում են հայտարարել, որ այո Հայաստանի Հանրապետությունում պետքա լինի ռազմական հեղաշրջում, այո Հայաստանի Հանրապետությունում պետքա լինի հեղաշրջում, քանզի այս մարդկանց քաղաքական փորձը ցույց է տվել, որ միայն դրանով իրենք կարող են գալ իշխանության եւ այո 98 թվականի ուրեմն պալատական հեղաշրջումներ հանգեցրեց 99 թվականի հոկտեմբերի 27-ը, 99 թվականի հոկտեմբերի 27-ն էր հանգեցրեց 2008 թվականի ուրեմն մարտի 1-ը, այս մարդիկ ողջավորված այդ պրակտիկայով այսօր էլի ցանկանում են գալ իշխանության։ Ես կարծում եմ, որ անկախ այս ձգձգված տարիներից ես համոզմունք ունեմ, որ մեր հասարակության մեջ եւ նաեւ պետությունը այսօր լուրջ քայլեր ձեռնարկելու է մարտի 1-ի, նաեւ ինչու ոչ հոկտեմբերի 27-ի նախադեպը չեզոքացնելու համար, կամ որ եթե մենք իսկապես ուզում ենք հետագայում ունենալ ինքնիշխան ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, ապա պետք է փակենք այս երկու ողբերգությունների ուրեմն էջը, քանզի սրանք շարունակում են որպես ական մնալ Հայաստանի Հանրապետության պետականության ներքո։ Շնորհակալություն։
Մարտի 1-ը մեր նորագույն պատմության այն էջերից է, որտեղ մի կողմում քաղաքական կոնկրետ որոշումների շղթա էր, իսկ մյուս կողմում մի ամբողջ հասարակության կոտրված վստահություն պետության հանդեպ, մարդկային 10 կյանք եւ պետության հանդեպ մի նոր խորհուրդ։ Այս քննարկումները ոչ միայն անցյալի մասին են, այլ նաեւ այն մասին, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում ապագայում տեսնել եւ ինչպիսի Հայաստան ենք մենք կառուցում այսօր։ Այսօր երբ մենք փորձում ենք վերաիմաստավորել այդ իրադարձությունները, պետք է արձանագրել մի պարզ, բայց կարևոր ճշմարտություն։ Պետությունը պետական ուժի կիրառումը ընդդեմ խաղաղ ցուցարարների երբեք չի կարող հիմնավորվել։ Մարտի 1-ի գիշերվա ընթացքում կիրառված պետական մեխանիզմները դուրս են սահմանադրական վերահսկողությունից։ Սա քաղաքական գնահատական չէ, սա իրավական փաստ է, որի շուրջ տարիներ շարունակ փորձել է ձևավորվել լռություն։ Հատուկ պետք է անդրադառնամ այն ժամանակվա երկրի ղեկավարությանը եւ երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին, որի կողմից արտակարգ դրության սահմանում եւ դրանից բխող ուժի կիրառման կառավարումը իր հետևանքներով դուրս եկան ոչ միայն իրավական դաշտից, այլ խախտեցին իրավական սահմաններ եւ խախտեց սահմանադրություն։ Եվ եթե մենք որպես պետություն չենք արձանագրում այս հանգամանքը, ապա ապագա սերունդներին թողում ենք վտանգավոր նախադեպ, որ իշխանությունը կարող է անպատիժ ուժ կիրառել սեփական քաղաքացիների դեմ։ Մարտի 1-ը նաեւ մարդկային ողբերգություն է։ Այդ օրը զոհված քաղաքացիները ոչ միայն թիվ են, այլ անհատական պատմություններ են, ընտանիքներ են, որոնք մինչ օրս չեն ստացել լիարժեք պատասխան։ Այսօր քննարկված ցանկացած մոտեցում պետք է մնա ոչ թե քաղաքական ամբողջականության մեջ, այլ արդարության վերականգնման տրամաբանության մեջ։ Մեծ հաշվով հարցը մեկն է. ուզում ենք արդյոք ունենալ պետություն, որտեղ ուժը ծառայում է օրենքին, ոչ թե հակառակը։ Մարտի 1-ը մեզ տալիս է ցավոտ, բայց անհրաժեշտ հնարավորություն ձևավորելու պետական ուժի սահմանները, վերահսկելու մեխանիզմները եւ քաղաքացու պաշտպանության երաշխիքները։ Դա պարտք է զոհերի հիշատակի առաջ, պարտք մեր հասարակության առաջ եւ պարտք ապագա Հայաստանի համար։ Եվ այս ամբիոնից հնչեց արդեն մի քանի անգամ եւ ես նորից կուզենամ դա արձանագրել, մի պարզ իրականություն, որ այն ինչ որ տեղի ունեցավ մարտի 1-ին, դա հենց չէր սկսվել 2007 թվականի նախընտրական փուլից սկսված եւ մնացած փուլերից սկսված։ Սա հոկտեմբերի 27-ի հետևանքներն են, երբ որ այս պետությունը գլխատվեց վերջնականապես, երբ որ այն ուղին, որ ընտրել էր ժողովուրդը, կոնկրետ կտրվեց եւ ամեն ինչ վերացավ։ Իմ կոչը հետեւյալն է. եկեք բացահայտենք այս երկու մեծ ողբերգությունները, որովհետեւ եթե չբացահայտենք, մենք ապագայում միգուցե ունենանք նոր մարտի 1 եւ նոր հոկտեմբերի 27-եր։ Հոկտեմբերի 27-ը ոչ թե մարտի 1 էր, հոկտեմբերի 27-ը 2003 թվականի կեղծված ընտրություն էր, հոկտեմբերի 27-ը նաև մարտի 1 էր, հոկտեմբերի 27-ը նաև 2005 թվականի կեղծված սահմանադրական փոփոխությունների հանրակրվեր։ Եվ այն ինչ որ ձևավորել էր հոկտեմբերի 21-ը, արտացոլվում է մինչ այսօր։ Ու մենք դա տեսնում ենք ոչ միայն այստեղ, այլ նաև մեր հասարակության մեջ։ Իմ կոչն է որպես երիտասարդ եւ որպես մի անձ, որ մտահոգված է պետության համար, ով որ ապագայում ուզում է ապրել այստեղ եւ ամուր քայլեր է սողի վրա եւ հպարտանալ, որ ինքը հայ է, ես ուզում եմ ընդհանրապես մի կոչով լինել։ Եկեք տանք շատ ճիշտ պատասխան եւ շատ կողմնորոշիչ պատասխան այս իրադարձություններին եւ թող բոլոր մեղավորները պատժվեն առանց բացառության ու առանց ինչ որ, չգիտեմ, ինչ որ ինչպես են ասում, անգլերեն բառեր ուզում ասել, չեմ ուզում ուղղակի ազգային ժողովի ամբողջ անգլերեն բառ օգտագործեմ, առանց ինչ որ, չգիտեմ, ընթരാճ գնալու եւ մյուսնի։ Շնորհակալություն ընտրված հնարավորության համար։ Շնորհակալություն։ Վերջի ելույթի համար Տիգրան Պարսիլյան, ազգային ժողովի պատգամավոր, համեցեք պարոն Պարսիլյան։ Հարգելի մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներ, հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, երևի թե այսքան մասնագետների, հատկապես տենց իրենց գործի գիտակներից հետո մասնագիտական կամ ինչ որ գնահատական տալը բարդ կլինի ու անշնորհակալ գործ կլինի, դրա համար ես ավելի շատ կխոսեմ քաղաքական եղելությունից եւ հատկապես խոսքս ուղված կլինի երիտասարդ սերունդին, ովքեր չեն ապրել մարտի 1-ը, չեն տեսել մարտի 1-ը, իսկ հիմա շատ հաճախ իրենց փորձում են այդ ներկայացնել որպես երկու կողմերի բախում, որի արդյունքում եղան 10 զոհերը եւ 300-ից ավել վիրավորները։ Ընդհանրապես մարտի 1-ը, երբ որ ես հիշում եմ, մարտի 1-ը իմ համար մեղավորության զգացողության ամենամեծ ապրումն է եղել, որովհետև կրակոցներից րոպեներ առաջ, երբ որ տնից զանգեցին ինձ, ես փորձեցի գնամ գործի տեղից հետ զանգեմ տնեցքին, որ համոզեմ իբր ես փողոցում չեմ, որտեղ այն ժամանակ մենակ պարզապես այդ հացաներին մասնակցելը արդեն լուրջ վտանգ էր, երբ որ մտա գործի տեղ, պատուհանից արդեն այդ լուսարձակող ավտոմատների կրակահերթերը տեսա, ու երբ որ զանգեցի հետ իմ ընկերներից մի կերպ կապվեցի այնտեղ, ինձ ասեցին չմոտենալ, որովհետև կրկնում եմ շրջափակման մեջ ենք եւ անիմաստ է, որ մի կողմից էլ չես կարող մոտենալ, այսինքն այդ կրակոցները, երբ որ ասում են իբր ժողովրդին հանգստացնելու համար է, իրանք շրջափակման մեջ չեն։ Ընդհանրապես Քոչարյանի սիրած գործողություններից մեկը դա Կոլցո օպերացիան էր։ Ինքը չէր ցերում միտինգները, ինքը շրջափակում եւ պատժում էր մինչեւ վերջ։ 2003 թվականին մարտի 1-ին նախորդած հրապարակում Կոլցո օպերացիան, երբ որ վրանների մեջ ջարդեցին, վրանների մեջ քնած ժողովրդին, իսկ դրանից հետո արդեն եղավ մարտի 1-ը։ Շատ բան կարելի է խոսել մարտի 1-ից, կարելի է ասել, որ այդ ամեն ինչը սկսվեց նախընտրություններից, երբ որ սեփական աչքերով ես տեսնում էի ծեծված վստահված անձին, գլուխը բացված եւ այլն, դուրս վրընդված վստահված անձին կընտրատեղամասերից նմանատիպ դեպքեր, որից հետո, ասենք 5 համարի
միկրոավտոբուսներ, որոնք ավանից եկել էին ունտրողները, ինչ գիտես ինչի հարավարմերձյան թաղամասում տեղափոխում, որից հետո եղավ խաղաղ հավաքների ժամանակ եղավ կոլցո օպերացիան, որից հետո եղավ Այս ամեն ինչի մասին շատ չեմ ուզում խոսել, շատ բաներից խոսվեց, բայց մի բանի մասին ենք մոռացել, ես այդ ցինիզմն եմ ուզում պարզապես իրանց ցուցաբերել։ Հասկանում եք 10 զոհ 300-ից ավել վիրավոր միջադեպ է, ու դրա արձագանքը Աղվան Հովսեփյանի եւ ՀԿՑ պետի նաեւ տեսանկյունից ինչ-որ պոակ են ստեղծել, ես հիմա անունն էլ չկարողանամ հիշեմ հոգեբանական վերլուծության կենտրոն պոակ, եթե չեմ սխալվում Սամվել Հարությունյանն էր դրա տնօրենն ես իրան մի անգամ հանդիպել եմ ու շատ անկեղծ իր մասին արտահայտել եմ իմ կարծիքը, հիմա չգիտեմ ուրա եւ ինչ է անում։ Ինչ էր ասում այս պոակը, որ եւ Աղվան Հովսեփյանը, որ հոգեբանական դիվերսիա տեղի ունեցել մարդկանց նկատմամբ։ Օգտագործվել են նեյրոլինգվիստիկական բառեր, որոնք հոգեխանգարմունք են առաջացրել, իսկ այդ բառերն էին հայրենիք, ընտանիք, ազատություն ու մի բառեր չեմ հիշում, տենց երկնել կալ ավելի կարող եք լսել ու հիշել բառեր։ Հասկանում եք, այս մարդիկ այնքան ցինիկ էին, որ այդ զոհերին, այդ վիրավորներին avmանում էին հոգեխանգարվածներ ու ասում էին, որ այս բառերն են եղել։ Ու այդ մարդիկ այսօր այստեղ նստած խոսում են ամեն օր, ամեն երկրորդ բառը արյուն, յաթաղան ու տես բաներից, թուրք, չգիտեմ ինչ, բայց մեզ էին մեղադրում այն ժամանակ հոգեխանգարմունքի բառեր օգտագործելուց։ ՀԿՑ պետը լուրջ դեմքով պնդում էր, որ մարդ են ուղարկել Ռուսաստան, որ վերապատրաստվի, հետո վերադառնա ու հասկանա, թե ոնց են հիպնոզ արել այս բառերով մարդկանց, որպեսզի մարդիկ ելնեն տենց փողոց ու չգիտակցեն ինչ են անում եւ այլն եւ այլն։ Բայց նորից եմ կրկնում, մարտի 1-ը դա 2003-ի նաեւ հետևանքներ, երբ որ առաջին անգամ կոլցո օպերացիան երևի շատ սրտով եղավ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան սիմբիոզին, ես բնության մեջ ավելի լավ սիմբիոզ չեմ հանդիպել, քան այս երկուսն էին։ Որից հետո ինքը սկսեց այդ բոլորս գիշեն քաղաքական նույնիսկ հիշում եք երբ որ արգելեցին միտինգները դրանից հետո քաղաքական զբոսանքներ էր այդտեղ էլ երբ որ փորձում էին մեզ ցրել չէին ցրում գալիս էին կոլցո օպերացիան էին անում որովհետև Քոչարյանի նպատակը եւ այդ ժամանակվա իշխանությունների նպատակը պատժելն էր ժողովրդին որ մյուս անգամ հանկարծ չփորձեն խոսել սեփական իշխանությունից որ մյուս անգամ չփորձեն խոսել կյանքի իրավունքից սեփական եւ չփորձեն պնդել որ իշխանությունը պատկանում է իրանց ոչ իշխանությունը մինչեւ հիմա իրանք պնդում են որ պատկանում է էլիտաներին այս դրա համար էր արվում այդ կոլցո օպերացիան եւ միեդը հենց այս է արձանագրել երբ որ ասել է որ սա համակարգված գործողություն է այո համակարգված գործողություններ էին ժողովրդին թույլ չտալու մտածելու նույնիսկ սեփական իշխանության մասին շնորհակալ եմ